Քարտեզի վրա որ տարածքը նկատի ունի Ադրբեջանի նախագահը Զանգեզուրի միջանցք ասելով։ ՄԱԿ-ում ԵԽԽՎ-ում այս թեմայից բորբոքված Փաշինյանը Կոպենհագենում Ալիևից փորձել է ճշտել այս հարցը։ Փաշինյանի թիմակից падգամավորները չեն հստակեցնում, հորդորում են միայն բոլոր հարցերի պատասխանները փնտրել հանդիպման ավարտին կողմերի տարածած հաղորդագրություններում։ Արձագանքը հենց այն է, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանը նույն կերպ են անվանում այն ենթակառուցվածքային ծրագրին, որը անցնում է Հայաստանի տարածքում։ Ալիևը ասում է թրիպ, ասում է ուղղակի թրիպ անցնելու դուրս այլ նախագծեր, ճանապարհներ, միջանցքներ, այլ երկրները ինչպես ցանկանում են թող անվանեն։ Գիտեք, միջանցք բառը հնչել է ոչ միայն Ալիևի շրթերից, այլ նաև Թրամփն է ասել, կորիդոր, միջանցք, հետո ասել է 99 տարի, հետո էլի ես երկարաձգելու, խոստացել ես, կողքը նստած էր, բա թող ասեր ինչ միջանցք։ Ադրբեջանը սրա մասին պետք է շատ հստակ ասի, թե ինչի մասին է խոսում, եւ քանի որ նրանք են շրջանառության մեջ մտցրել այդ տերմինաբանությունը Թուրքիայի հետ համատեղ, եւ ի վերջո մեր հանրության համար հասկանալի լինելու համար, նրանք պետք է պարզաբանում ներկայացնեն, թե դա ինչի մասին է։ Խաղաղությունը փաստ է նրա բերումով, որ սեղանին նախաստորագրված համաձայնագիր կա։ Քաղպայմանագիրը վստահեցնում է, սա ամենակարևորն է։ Զուգահեռ Արարատ Միրզոյանը լեհական հեռուստաալիքի եթերում բարձրաձայնում է. Բաքուն դեռ էլի պահանջներ ունի։ The Azerbaijani side has some preconditions for it. We don't share this agenda. Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ։ Մենք չենք կիսում այդ օրակարգը։ Այնուամենայնիվ նույնիսկ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման արարողությունից առաջ գոյություն ունեն գործընթացներ, որոնք արդեն ընթանում են կամ կարող են ընթանալ մինչև ստորագրումը։ Օրինակ, մենք քննարկել ենք միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող լինելու հնարավորությունը կամ նույնիսկ ավելին միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարները։ Ինչ նկատի ունի նախարար Միրզոյանը, որ նախապայմաններն են, որ խոչընդոտ են խաղաղության ճանապարհին։ Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը Բաքվի մեկ պահանջից է տեղյակ։ Այս պահին ինձ հայտնի հարցը, որը Ադրբեջանը բարձրացնում է խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին, դա սահմանադրության հարցն է։ Այս մեկն է եւ հոգ չէ։ Բանակցությունները կշարունակեն, իսկ նորածին խաղաղությունը, որն արդեն մեկամսական 25 օրական է, կսնուցեն ու կամրացնեն, վստահ են ԿՊԱ-ականները։ Նույնքան լավատես չեն սակայն ընդդիմադիր падգամավորները։ Խաղաղությանը դեմ չեն, բայց ասում են, առաջին դեպքը չէ, որ այդ մասին խոստումներն օդում են մնում։ Եթե Ադրբեջանը նույնիսկ չի պատրաստում պատերազմական գործողությունների, ակնհայտորեն մեծացնում է իր ռազմական ներուժը, խախտում առանց այդ էլ խախտված ռազմական բալանսը, որը այս ողջ ընթացքում մենք տեսել ենք օգտագործում է Հայաստանի նկատմամբ ճնշումների եւ այդ շանտաժի քաղաքականությանը զուգահեռ պահպանելու համար։ Մենք խաղաղության կողմ ենք եւ դրա համար էլ դեմ ենք այս փաստաթղթին, որովհետեւ դա չի բերում որևէ մեզ չի մոտեցնում խաղաղությանը։ Հայաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են ապաշրջափակել միմյանց միջև տրանսպորտային հաղորդակցությունները եւ այստեղ խոսքը վերաբերում է ամբողջ ենթակառուցվածքին։ Լեհական ալիքի եթերում վստահեցրել է Արարատ Միրզոյանը։ Օրինակ ասում է, Հայաստանը ստանում է մուտք Ադրբեջանի երկաթուղային համակարգ եւ Ադրբեջանը Հայաստանի։ Հետագայում անցնելու են նաեւ ավտոճանապարհներին ու մյուս ենթակառուցվածքներին, նորմալ հարևանների պես։ The part of this infrastructure which is the shortest connection between mainland Այդ ենթակառուցվածքի այն մասը, որը հանդիսանում է ամենակարճ կապն Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև, պետք է գործարկվի որպես թրիպ։ Այն է Թրամփի ուղի, հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման։ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները պատրաստվում են ստեղծել կոնսորցիում ընկերություն, որը կլինի երկաթուղային անցուղու շինարարն ու հիմնական օպերատորը։ Այս կոնսորցիումն իր հերթին կարող է ներգրավել երրորդ ընկերության կամ ընկերություն այս կամ այն աշխատանքը կատարելու կամ ամբողջ անցուղու համար այս կամ այն ծառայությունը մատուցելու համար։ Բացի այդ, կոնսորցիումը կարող է իրականացնել, կառուցել եւ այնուհետեւ շահագործել նաեւ խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր եւ այլն։ Այսպիսով բոլոր պայմանավորվածությունները փոխադարձ են լինելու։ Երկրորդ ընկերությունը որ երկրից է լինելու, հնարավոր է օրինակ Թուրքիան ներգրավի այս գործընթացում, ԿՊ-ն չի կոնկրետացնում։
որևէ երրորդ կողմ, որը պետք է ներգրավի այդ նախագծի իրականացման մեջ, պետք է ունենա Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համաձայնությունը։ Առանց երկու կողմերի համաձայնության հնարավոր չի լինի երրորդ կողմի մասնակցությունը։ Հակասությունները շատ են, հարցերը նույնպես պնդում են ընդդիմադիրները։ Մեկ բան ասում են հստակ է. Թրամփի անունը ստացած երթուղին բխում է բացառապես Բաքվի ու Անկարայի շահերից։ Հերմինե Ղարիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։